Հունիսի 25-ից հուլիսի 2-ը կկայանա Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթ փառատոնը։ Մանրամասն այս մրցույթի մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Ես էլ շտապեմ ներկայացնել մեր հյուրերին Կամերտոն մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Առնո Բաբաջյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արմեն Հարությունյան։ Բարի լույս, եւ մեր Հայկ Ջուլակյանը Առնո Բաբաջյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 7-րդ միջազգային մրցույթ փառատոնի առաջին մրցանակակիր։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Թերևս սկսենք այնտեղից զրույցը, թե ինչի մասին է սա, ովքեր կարող են դիմել, ինչ կարևորություն է այս մրցույթ փառատոնը մեր իրականության մեջ։ Մրցույթը կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կայացած մրցույթների, շատ քիչ կայացած մրցույթների ցանկում է դատվում, որովհետև 25 տարուց ավել արդեն պատմություն ունի։ Եթե չհաշվենք Խորհրդային Միության տարիներին մշակույթի նախարարության կողմից անցկացվող նույն անվամբ մրցույթը, բայց այս մրցույթը հիմնադրվել է Բաբաջանյանի պետական երաժշտական կառավարժական քոլեջի նախաձեռնությամբ 6 մրցույթ անցկացվել է հանրապետական մրցույթների դեպ, որի նախագահը միշտ եղել է մեր բոլորի կողմից շատ սիրված Էդվարդ Միխայելիչ Միրզոյանը, որից հետո առաջացավ քանի որ հետաքրքրությունը մեծ էր մրցույթի վերաբերյալ, առաջացավ գաղափար ստեղծել վերածվել այն միջազգային մրցույթի եւ արդեն այս Հունիսի 25-ին, հունիսի 25-ից հուլիսի 2-ը կանցկացվի 8-րդ միջազգային մրցույթը։ Ամենամյա մրցույթը։ Ոչ, 2 տարին մեկ անգամ է անցկացվում մրցույթը, նա պատանեկան եւ երիտասարդական տարիքային խմբեր ունի։ Այս տարի մի քիչ նաեւ ֆորմատը ավելի լայնացվել, փոխվել է, որովհետեւ կար միշտ 2 պատանեկան խումբ եւ 1 երիտասարդական, այս տարի մենք Այս տարի 2-2 է մինչև 23 տարեկան երիտասարդական տարիք ենք սահմանում։ Որ տարիքից սկսած մինչև 23։ Տակի տարիքը բաց է, պատանեկան տարիքը, ուրեմն 11 մինչև 11-ից 15 եւ երիտասարդականները սկսում է 16-ից 18 եւ 19-ից 23։ Ինչ կարգով եւ մինչև երբ են հայտերի ընդունումները։ Հայտերի ընդունումը բաց է, կարող են միշտ դիմել համահիմնադիրը Կամերտոն մշակութային կազմակերպությունն է մրցույթի, հայտերի ընդունումը տեղի կունենա մինչև հունիսի 15-ը։ Մինչև հունիսի 15-ը կարող են դիմել թե աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներ, թե Հայաստանի Հանրապետություն։ Դուք նշեցիք խմբային, որ 4 խմբից է բաղկացած, պատանիներից մինչև 23 տարեկան արդեն երիտասարդներ, բայց նաև մրցույթը 2 ձևաչափել ունի։ Այստեղ արկա եւ նաեւ արցանց տարբերական հիմնականում, որովհետեւ շատ անգամ Հայաստան հասնելը մեծ ծախսերի հետ է կապված լինում եւ մենք հնարավորություն ենք տվել վերջի 2 մրցույթների, 3 մրցույթների միջև անգամ ժամանակ արցանց ձևաչափով նույնպես մասնակցել, բայց արցանց ձևաչափը չի ենթադրում որևէ գաղտնիք, որովհետեւ այն մասնակիցները, որոնք ուղարկում են իրենց տեսագրությունները, լրիվ նույն ձևաչափի մեջ են ինչ-որ արկա մասնակիցները եւ հանդիսատեսը մեծ էկրանի վրա, այսինքն արկա մասնակիցներից հետո դրվում է մեծ էկրան եւ ժյուրին եւ հանդիսատեսը նաեւ դիտում է արկա արցանց մասնակիցների ելույթը։ Բայց դա չի պարտավորեցնում, այսինքն եթե կա հնարավորություն կարող են նույնիսկ կատարերկրացները կամ հրախոսվում է, որպեսզի նրանք գան Հայաստան, բայց մեկ-մեկ Ավստրալիայից կամ Ամերիկայից շատ դժվար է լինում հասնել եւ դրա համար դիմողների ցանկում շատ են օտարերկրացիները, ոչ մեր սփյուռքում գտնվող այս տարիների 7 մրցույթների ժամանակ արդեն եւ Ամերիկայից են եւ Չինաստանից եւ Ավստրալիայից եւ եվրոպական երկրներից, Ռուսաստան, Վրաստան իհարկե շատ ավելի շատ, բավականին մեծ աշխարհագրություն ունի այսօր մրցույթը։
Հայկ դուք նախորդ մրցույթ փառատոնի առաջին մրցանակակիրն եք, կպատմեք ինչպես եղավ, որ դիմեցիք մրցույթ փառատոնին եւ ինչ տվեց հաղթանակը։ Եվ ինչ էր նվագում։ Ես սովորում եմ Պարոնյան երաժշտական դպրոցում, իմ դաշնամուրի դասատուն Իզաբելա Պարոնյանն է, եւ մենք միշտ ուսուցչուհուս հետ շատ սպասում ենք այդ մրցույթին եւ դա մեր համար փոքրիկ այսպես ասած բարձունք էր։ Մասնակցել եմ նաեւ 2021 թվականին, վաստակելով երկրորդ մրցանակը եւ այս տարի եւ 23 թվականին նույնպես որոշեցինք մասնակցել։ Այս տարի 25-ին էլ ես մասնակցելու։ Ինչու ոչ։ Չգիտենք հələ։ Ինչու ոչ։ Կհարցնես անպայմանություն։ Իսկ ինչքան ժամանակ էր պետք, որ պատրաստվեր այս մրցույթին եւ ինչ ծրագրով եւ ինչ ստեղծագործությամբ ավելի ճիշտ հանդես եկար։ Շատ ենք պարապել, չարչարվել այդ մրցույթին դիմելու համար, մեծ ճանապարհ ենք անցել եւ ես 5 տարեկանից, այսպես ասած, հաճախում եմ երաժշտական դպրոց, փոքրուց մասնակցել եմ միջազգային մրցույթների։ Փորձ ունեիր մինչեւ այս մրցույթ մասնակցել։ Այո, եւ շատ ուրախ էի, որ երբս մեկ անգամ կմասնակցեմ այս մրցույթին։ Բայց չիմացանք է ինչ ես կատարել։ Ինչ էիր նվագում։ Չես հիշի։ Այդպես նվագում էի։ Պարտադիր պայման կա, բոլոր մասնակիցները պետք է իրենց երկաթանկում ունենան Բաբաջանյանի Դե դա ինչ խոսք։ բայց նաև իհարկե այլ ստեղծագործություն։ Քանի ստեղծագործություն պետք է նվագեիր, լավ, քանի ստեղծագործություն պետք է նվագեիր։ Դե 2-3 այսպես։ 2-3, որ դու խմբում էիր 23 թվականին։ Ոնց որ բեբ խմբում էի պատումների արդեն։ Իսկ ինչ տվեց հաղթանակը։ Ինչ փոխվեց, ինչ առաջարկներ գուցե եղան կամ Ինձ մեծ Բաբաջանյանի մրցույթից հետո առաջին մրցանակից շատ դռներ բացվեցին ինձ առաջ, մասնակցեցի բազմաթիվ միջազգային փառատոներին եւ մրցույթներին։ Երկու անգամ արդեն մասնակցել եմ Շիլկունչի մրցույթին միջազգային, որը անցկացվում է Մոսկվայում։ Որպես Հայաստանի ներկայացուցիչ անցել եմ կիսաեզրափակիչ փուլ Եվրատեսիլ դեպի դասական Եվրատեսիլ այստեղ Հայաստանում եւ հնարավորություն եմ ունեցել նվագել կամերային նվագախմբի հետ Նաև որպես էլի Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել եմ Դելֆյան խաղերին, վաստակելով երկրորդ պատվավոր մրցանակը, որը անցկացվեց Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեկում։ Այս տարի ինչ պլաններ կան։ Այդպես չգիտեմ, հələ մոտ ժամանակներից ծրագրում ինչ-որ նորություններ կան, ինչ սպասենք Հայկ Ջուլակյանից։ Մոտակայքում այս մոտ ժամանակահատվածում ինձ թվում է կմեկնեմ Իտալիա մրցույթի Օրբետելո Հələ պատրաստվում ենք, տեսնենք ինչ կլինի։ Մեզ մենթանակ ես աջողություն մաղթել։ Այս մեծ աշխարհագրությունը իհարկե խոսում էր նա մասին, որ նաև Առնո Բաբաջանյանի մրցույթ փառատոնը տալիս է հնարավորություն եւ կայանալու եւ դրսեւորվելու եւ հետագայում շարունակելու այդ հաղթարշավը մյուս փառատոնների հետ կապված։ Վերադառնանք փառատոնին։ Այո, վերադառնանք փառատոնին ու հետաքրքիր է թե քանի փուլ պետք է անցնեն մասնակիցները, այսինքն քանի փուլից է բաղկացած։ Մրցույթը բաղկացած է պատանեկան խմբերում 1 փուլից, երիտասարդ մեկ ստեղծագործություն պետք է նվագի։ Ոչ, այնտեղ փոքրերի խմբում հայկական ստեղծագործություն պետք է նվագել եւ րոպեները դրված, որը պետք է լրացվի ըստ րոպեների, B տարիքային խմբում արդեն որոշակի ծրագիր գրված է, օրինակ դասական սոնատի մի մաս Երբ որ արդեն անցնում ենք, քանի որ ֆորմատը այս տարի փոխեցինք, 2 երիտասարդական խումբ ստեղծեցինք, բավականին առաջի երիտասարդական խումբը 1 փուլով է մասնակցելու, բայց բավականին հագեցված ծրագրով, այսինքն մոտ 30 րոպե բեմի վրա պետք է նա կատարի։ Նշեցիք, որ Բաբաջանյանը դե պարտադիր պայման է, որ պետք է մրցույթին ժամանակ հնչի վարպետի ստեղծագործները, կան արդեն այդ երիտասարդ խմբերի, դե փոքրերի մասին կարծում դժվար, բայց մեծերի այս երիտասարդների խմբերում էլի ծրագրում ինչ-որ պարտադիր կետ էր, որ ներառվում է։ Բոլորի մոտ պետք է լինի Բաբաջանյան։ Միայն դա է պարտադիր կետը։ Այո։ Մնացածը ազատ են մասնակիցները։ Արդեն երիտասարդական խմբում այնտեղ կոնկրետ ծրագիր է գրված երկրորդ փուլի 2 փուլերի համար, իդեպ Բաբաջանյանի ստեղծագործությունների ընտրությունն էլ արդեն ավելի բարդացված ընտրությունն է, պոեմա, կապրիչո կամ 6 պատկերներից
եւ այնտեղ արդեն բավականին լուրջ երկու փուլի ծրագիր է գրված, որ շատ մրցույթներ անգամ արտասահմանում այդպիսի հագեցված ծրագիր չունեն, դրա համար այն մասնակիցները, որոնք կարողանում են անցնել եւ հաղթահարել եւ դափնեկիր դառնալ, ես մի քանի անուններ կարող եմ տալ, որ այսօր Լիլիթ Գրիգորյանը, Արուս Աջեմյանը, որոնք արդեն վաստակավոր արտիստներ են, հայտնի երաժիշտներ, դրսից Վրաստանից ունենք Փայլուն տղա, որը հիմա ամբողջ միջազգային ասպարեզում շատ դաշնակահարի կարիերա անում, Սանդրո Գեգեչկորին, այսինքն այսպիսի արդեն երեխաներ, հուսով ենք, որ Հայկը նույնպես այդ ճանապարհը անպայման կանցնի եւ մեծ հաջողություններ։ Ինչ խոսք մրցույթը հնարավորություն է ստեղծում մասնակիցներին ել ավելի շուտ ու արագ ու մեծ հաջողությունների հասնել, մեզ մնում է նույնպես հաջողություն մաղթենք ձեզ ու ձեր մեծ թիմին, որը որ կազմակերպում է ու միշտ անցնում է շատ դրական եւ հաջողությամբ նաեւ այս մրցույթ փառատոնը։ Բայց մնում է հիշեցնել, որ մինչեւ հունիսի 15-ը հայտերը ներկայացնենք եւ անպայման նշենք, որ դրամական պարգևներ էլ նույնիսկ կան, այնպես որ այդ ամեն ինչը շատ մանրամասնորեն կարող եք ծանոթանալ էլեկտրոնային էջերից։ Այո, www.babajanyan competition.am կայքում ես ուղղակի երկու բառ ուզում եմ ավելացնել։ Մենք պարզապես էլ չենք կարող, որովհետեւ բոլոր երեխաները այս մրցույթում անմասն չեն մնում նվերներից։ Շնորհակալություն ենք հայտնում եւ հաջողություն մաղթում։ Մենք պարզապես չունենք այլևս ժամանակ եւ պետք է շատ արագ մեր խոսքը փոխանցենք լրատվականի գործընկերներին։